Ծանոթ հնչյուններն այս անգամ ազդարարում են պատանի երաժիշտների դասական եվրատեսիլի մեկնարկը, որն այս տարի հյուրընկալելու է Հայաստանը։ Մրցույթն անցկացվում է 2 տարին մեկ։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում Հայաստանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ համերգի ավարտին կհայտարարվի այն մասնակցի անունը, որն այս հեղինակավոր մրցույթում ներկայացնելու է մեր երկիրը։ 130-ից ավելի հայտեր, մոտավորապես 100 երաժիշտ, որոնք անցան լսումների փուլ։ Դեպի դասական եվրատեսիլ մրցույթի ժյուրիի կազմում ոլորտի փորձառուներն են Էդուարդ Թոփչյանը, Վահագն Պապյանը, Հայկ Մելիքյանը, Արամ Ասատրյանը, Սուրեն Հախնազարյանն ու Հայկ Հեքեքյանը։ Հետնաբեմում իրարանցում է, մասնակիցները հուզված են, ծնողները լարված, իսկ ուսուցիչները վերջին խորհուրդներն են տալիս պատանիներին ելույթից առաջ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ուրախ է, որ երաժշտական այս տոնը գալիս է Հայաստան։ Մեծ պատասխանատվություն է զգում որպես ժյուրիի անդամ ու ընդգծում։ Կարևոր է, որ էմոցիաները չխանգարեն մասնակիցներին։ Շատ ուրախ եմ եւ առաջին անգամ չի, որ առնչվում եմ դասական եվրատեսիլի հետ։ Մեկ անգամ մեկնաբանել եմ, անցյալ անգամ նորից մասնակցել եմ վերջին փուլում մեր հիանալի երաժիշտին ընտրելու հարցում եւ այս անգամ եվրատեսիլ ունենք Հայաստանում։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ ինձ կանչել էին մեկնաբանելու Վիեննայում անցնող դասական եվրատեսիլը։ Վիեննայում բնական էր, հիմա շատ լավ որ գալիս է մեզ մոտ։ Պատանիների այս ճանապարհով ժամանակին նաև դաշնակահար Հայկ Մելիքյանն է անցել, կարևորում է պրոֆեսիոնալիզմ, էմոցիոնալ դաշտի կառավարում, բեմական էներգիա եւ կեցվածք ամբողջականությունը։ Կան փորձառուներ եւ կան ոչ այդքան փորձառուներ, ում համար այս բեմը առաջինն է, առաջնեկն է, ոմանց համար սա արդեն կայացած բեմ է։ Անձամբ ես շատ հուսով եմ, որ կհաղթի անկեղծը եւ մենք կլսենք իրապես երաժշտությանը հանդեպ անկեղծ վերաբերմունք ցույց տվող մասնակցին, կընտրենք նրան։ Հայաստանը պատանի երաժիշտների դասական եվրատեսիլին առաջին անգամ մասնակցել է 2012 թվականին։ Երկար դադարից հետո մեր երկիրը 2024-ին կրկին այս մրցույթի մասնակից երկրների շարքում էր։ Պատանի երաժիշտների դասական եվրատեսիլի այս տարվա նախընտրական փուլին մասնակցել է 14-ամյա դաշնակահար Հայկ Ջուլհակյանը, որն իր ուժերը փորձել էր նաև 2024-ին։ Նախորդ տարվանից մինչ այժմ կարծում եմ աճ եմ գրանցել եւ մինչեւ այս մրցույթը մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների եւ այս փուլում շատ մեծ պատրաստությամբ եւ շատ լարված եւ ուրախ շատ մեծ զգացմունքներով պատրաստ եմ մասնակցել այս եզրափակիչ փուլին։ 17-ամյա Էդուարդ Դայանը միջազգային մրցույթին պատրաստվում է ներկայանալ ջութակով, գնչուական ստեղծագործությամբ։ Սկզբից եթե հայ լսի, կարող մտածի հայկական գործ է, բայց իրականում գնչական թեմաների վրա է գրած եւ շատ հետաքրքիր գործ է։ Դեպի դասական եվրատեսիլի եզրափակչում մասնակիցները մեկը մյուսի հետևից բեմում ներկայացնում են իրենց յուրօրինակ կատարումները, արժանանում ջերմընդունելության, բայց մրցույթն ունի իր կանոնները։ Էլեն Վիրաբյանն է։ 15-ամյա ֆլեյտահար Էլեն Վիրաբյանի ուսերին է մեր երկիրը միջազգային մրցույթում ներկայացնելու պատասխանատվությունը։ Տանտիրոջ իրավունքով կդիմավորի բոլոր երկրների ներկայացուցիչներին, որոնք ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ֆլեյտան իր կյանքի իմաստը համարող աղջնակը հույս ունի անվրեպ լինել նաև մրցութային օրը։ Երաժշտի համար շատ կարևոր է մասնակցել մրցույթներին, որովհետև դու համ քեզ ես ցույց տալի, համ նոր մարդկանց հետ ես ծանոթանում, համ ժյուրիից ինչ-որ կարևոր բաներ ես լսում։ Եվրատեսիլը օգնում է երաժիշտներին ցույց տալ իրանց տաղանդը ամբողջ աշխարհին։ Ես կուզեի մաղթել համ ինձ, համ ուրիշ նվագողներին վստահություն, լավ ելույթ ու ստանալ հաճույք իրանց նվագից։ Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 123-ամյա տարեդարձի օրը հունիսի 6-ին 11 երկրից ժամանած մասնակիցները Արամ Խաչատրյան մեծ համերգասրահից աշխարհին կնվիրեն դասական երաժշտության եվրոպական տոն։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, Կիրակնորյա լուրեր։